Սա արդեն այլևս նախագահական կամ խորհրդարանական ընդրաբայքար չէ, աթորի ուղված իշխանադենչություն չէ, այլ բարձրապես հայաստանյան եւ հայկական, համահայկական, դարական հրամայական։ Դեկտեմբեր 1-ին ժամը 6-ին կմեկնարկի Նոր Հայաստանի հրավիրած ընթացքը եւ Նոր Հայաստանի հավաքականը առանցին անդամներին կարող եք տեսնել թե հարթակում, թե ժողովրդի մեջ, որտեղ մենք համարում ենք, որ այս պայքարը հասնելու է հաղթական ավարտին այն դեպքում, որ մենք լինենք միասին կամ ոչինչ։ Եվ այդ գոչն ենք անում մեր ժողովրդին չվախենալ, չհապեկվել, գալ միասին, ներել միմյանց սխալները անցյալում եւ ստեղծել այդ միացյալ հրապարակը, այդ բռունցքը, որ մեր ժողովրդի գերագշիր մեծամասնության խոսքը, աղոթքը, ցանկությունը դարձնի իրականություն։ Եվ դա այն է, որ այս իշխանությունը բռնազավթած վարչագարքը, այս պետական հանցագործություն կատարած, ընդրակողություն իրացրած վարչագազմը հեռանա եւ վերջապես անկախ անհատներից, կուսակցություններից վերջապես մեր ժողովուրդը ունենա իրեն պատկանող, իրեն հաշվետու իշխանություն։ Այս ճակատը շարքային հայաստանցու եւ հայ ժողովրդի այս բռնած ուղին նաեւ հագաահապեկչական ուղի է, որտեղ մենք մերժում ենք բռնությունը, մենք մերժում ենք ապօրինությունը, մենք մերժում ենք օրենքի հղմամբ իրավունքի ոտնահարումը եւ մենք պայքար ենք տալու նաեւ մեր սեփական վախի եւ ահապեկված լինելու դեմ։ Եվ վերջի շրջանի ձերբակալությունները, օպերացիաները ցույց են տալիս, որ մեզ մոտ ոչ միայն օրենքը չի գործում, այլ նաև քաղաքականացված են պետական նշանաբան վերցրած գործողությունները։ Այս վերջի գործողության աննախադեպ հրապարակայնությունը, դռների գավառագնկված չլինելու փաստը, մասնավոր անձանց մուտքի հնարավորությունը ցուցանում է այս օպերացիայի անլրջությունը, նպատակաուղղվածությունը եւ նաեւ արտաքին միջավայրը ներքին հատվածական եւ գերզ նպատակների համար չարաշահումը։ Մենք գործ ունենք այսօր վիճակի հետ, երբ պետական մարմինը հերթական անգամ ծառայեցվում է գուսակցական հատվածական շահին։ Եթե դրանք հանցագործեն, թող բաժվին օրենքի ոչ խստությամբ, բայց արդեն անմեղության կանխավարկած իմ կարծիքով խախտվել է եւ դա արտացոլում է այս գերզ իշխանության անկայունությունը եւ վախը։ Անմիջական առումով ինքը ուզում է իմ կարծիքով մի փոքր վախ սփռել ժողովրդի մոտ, որ գործ չունեք, ահապեկել ժողովրդին, բայց մենք չենք ընդունում այդ մրցահրավերը եւ ասում ենք, որ մենք չենք վախենալու, չենք ահապեկվելու եւ առավել եւս կարող եմ ասել, որ միջնաժամկետում մի քանի օրերի ընթացքում դա հագարակ էֆեկտը պիտի տա։ Ոչ մի քաղաքացու կամ քաղաքական ուժի հետ առանց հիմքի ուղղակի կամ անուղղակի չգաբեն, որովհետեւ գլխավոր ահապեկիչները, իրավունքի ահապեկիչները, քաղաքացու արժանապատվության եւ սահմանադրության ահապեկիչները հենց նրանք են։ Թող ոչ մեկը խնդրում եմ չսպասի որևէ մեկից փրկարար գործողություն, դա չի լինելու։ Կամ ժողովուրդը պիտի իրավական դիրությամբ գա հրապարակ, մասնակցի, ինքը որոշի իր ոչը ինչպես ասել, ակտիվ ոչով, թե չմասնակցելով, բայց մի բան շատ բարձ է։ Դեկտեմբեր 1-ից 6-ը, որ ազգը ցույց տա իր միասնականությունը, որ մերժի այդ միասնականությունը խաթարելու ներքին եւ արտաքին փորձերը, դեկտեմբեր 6-ից 7-ից մենք ունենալու ենք նոր իրավիճակ, որ տանելու է մեզ այդ մեր ցանկացած նոր Հայաստանին։
որ որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, որտեղ իրազեկումը եղել է շուրջօրյա, ես ոչ առաջինը, ոչ վերջինը գնեմ, ես հենց մեջտեղը գնեմ եւ կմնամ, եթե դա է որոշումը եւ դա է ժողովրդի հավանության արժանացած վճիրը։